Շարունակվում է առավոտ լուսո weekend-ը, բարի լույս բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել։ Մենք շարունակում ենք խոսել մայրության եւ մասնավորապես հղիության մասին։ Եվ պետք է ասենք, որքան անսպասելի, այնքան էլ սպասված էր հղիության մասին լուրը մոդել Մոնիկա Գրիգորյանի համար։ Բարի լույս, Մոնիկա։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Յանարի, դուք ինչպես եք։ Շնորհակալություն, լավ։ Մոնիկա, շատ է փոխվել կյանքը այս լուրից հետո։ Շատ չէ, որովհետև ինձ մոտ այդ գիտակցումը դեռ չի եկել, դեռ շատ անսովոր է ինձ համար, բայց փորձում եմ այսպես ավելի այլ կերպ ընդունել իմ կյանքը, ավելի փոխել իմ առօրյան ու արդեն պատրաստվել կյանքի այլ փուլի։ Դեռ ժամանակ ունեք, կարծում եմ, պատրաստվելու։ Արդյոք պատրաստ էիր հոգեբանորեն այս նորությանը։ Դե ամուսնությունից հետո դա արդեն կանխատեսելի է, բայց որ ասեմ այդպես պատրաստ չէ, ավելի ուշ ենք պլանավորում, բայց իհարկե շատ սիրով ընդունեցինք այս լուրը եւ սպասում ենք հրաշքին։ Բոլոր աղջիկները, բոլոր կանայք մինչ հղիանալը արդեն սկսում են պատկերացնել, թե ինչպիսի մայր են լինելու ապագայում։ Այ արդյոք պատկերացրել ես ժամանակին, թե ինչպիսի մայր ես լինելու եւ ինչ որ ձևով փոխվել է տարիների ընթացքում, թե ոչ այդ պատկերացումները։ Մինչ հղիությունը իհարկե պատկերացրել եմ այսպես ինչպիսին կլինեմ, արդյոք կլինեմ տղայի թե աղջկա մայրիկ, բայց հիմա արդեն երևի բնազդաբար փոփոխությունները իր հետ գալիս են ու դու արդեն այլ կերպ ես կյանք ընդունում քո իրավիճակը ու արդեն սպասում ես։ Բայց այնուամենայնիվ մի քիչ պատմիր, թե ինչպիսի մայր ես դու լինելու երեխայի համար։ Եվ հետո այս հարցազրույցը տարիներ հետո դու կնայես եւ կտեսնենք, թե ինչ է փոխվել։ Կարծում կլինեմ այնպեսին, ինչպեսին իմ մայրիկն է մեզ հետ եղել, այսինքն կլինեմ իրենց համար ընկեր։ Խիստ ես լինելու։ Չգիտեմ, հիմա բոլորը ասում են, որ ոչ, չենք լինի, չենք խոսի երեխայի վրա, բայց կարծում եմ դա արդեն ընթացքում կհասկանանք, ինչպես կթելադրի երեխայի վարքը։ Այո, սա շատ պատասխան է։ Ասած իրենց համար ընկեր, քանի երեխա եք պլանավորում։ Այո։ Հավանաբար 3։ Հրաշալի է։ Արդյոք դեռ շարունակում եք նկարահանվել, աշխատել որպես մոդել եւ այդ ամենը չի խանգարում։ Դեռ չի խանգարում, դեռ կարողանում եմ իմ գործը շարունակել, բայց կարծում ընթացքում արդեն մի փոքր իմ առօրյան կփոխվի ու արդեն չեմ կարողանա աշխատել այն տեմպով, ոնց որ հիմա աշխատում եմ։ Իսկ արդյոք մոդելի համար կառուցվածքային փոփոխությունները տեսանելի ծանր չեն, ինչ ապրումներ ես ունենում, երբ տեսնում ես, որ կառուցվածքդ աչքիդ առաջ փոխվում է։ Եթե գիտակցում փոխվում է, չէ՞։ Իսկ այն փոխվում է օր-օրի, իհարկե։ Բայց դա իհարկե ծանր է, իսկ յուրաքանչյուր աղջկա համար մի փոքր ավել կիլոգրամ հավաքելը արդեն իսկ դա ստրես է։ Բայց այս դեպքում ինձ թվում է պետք է ուղղակի վայելել ընթացքը, իսկ երեխայից հետո արդեն նոր վերադառնալ հին մարմնին։ Շատ ճիշտ որոշում։ Եվ օրեր առաջ, Մոնիկա, դուք կազմակերպել էիք gender party եւ արդեն իսկ գիտեք երեխայի սերը, աղջիկ է թե տղա։ Եվ ես առաջարկում եմ, որ մենք դիտենք այդ տեսանյութից որևիցե հատված եւ հետո վերադառնանք արդեն մանրամասն կպատմենք։ Տղայա։ Ես էլ եմ ուշադիր նայում։ Դե մեզ մնում է միայն շնորհավորել Մոնիկա, առաջնեկը տղա է եւ մինչ իմանալը երեխայի սերը ունեիք ում էիք սպասում։ Ես օրինակ միշտ ասել եմ, որ ես ուզում եմ աղջիկ ունենամ, առաջին երեխան ուզեցել եմ միշտ որ աղջիկ լինի։ Հետաքրքիր է դուք ինչպես եք վերաբերվել եւ ինչ ցանկություն եք ունեցել։ Ես այնքան վստահ եմ, որ աղջիկ է, որ այդ պահին անգամ գլուխս չեմ բարձրացնում, որ նայեմ, ես վստահ եմ, որ պետք է աղջիկ լինի, իմ զգացողությունը, բայց փաստորեն սխալվեցի։ Հայրիկը ում էր սպասում, հետաքրքիր է։ Դե կարծում եմ բոլոր տղաներն էլ առաջինը սպասում են տղա։ Եվ ես դա համարում եմ ինչ որտեղ նորմալ, որովհետև յուրաքանչյուր կին ուզում է տեսնել իր շարունակությունը աղջիկ ունենալով, իսկ յուրաքանչյուր տղամարդ իր շարունակությունը տղա ունենալով։ Դա նորմալ է։ Սերի տարբերությունները Չէ, ցանկությունը, դրա մենք խոսում ենք ցանկության մասին պարզապես, ոչ թե որ խտրականություն դնել աղջիկ եւ տղա սերի մեջ, այլ պարզապես դա ցանկությունն է յուրաքանչյուր կնոջ առաջնեկին հենց տեսնել որպես, չգիտեմ, աղջիկ կամ տղա ունենալ։ Միանշանակ ով է լույս աշխարհը, պետք է ուրախանային, կապ չունի տղա թե աղջիկ, բայց ամեն մեկը իր պատկերացումները արդեն ունենում է նախապես։ Թե
ում կուզեր տեսնել։ Մոնիկա, ինչքանով են ձեզ առնչվում նախածննդական դեպրեսիաները եւ արդյոք նման բաներ նկատվում են։ Դեռ ոչ, ասացի սկզբում էլ դեռ այդ գիտակցությունը ինձ մոտ չի եկել, որ ես սպասում եմ բալիկի։ Երևի դրանից է շատ թեթև եմ ես ամեն ինչ այսպես ընդունում, ամեն ինչ իր ժամանակին, երևի վերջի 2-3 ամիսներին այդպես ավելի շատ լարված կլինեմ, կարծում եմ, երբ որ արդեն օրերը մոտենան։ Դեպրեսիաները բարձեցինք, իսկ վախեր ունեք։ Յուրաքանչյուր մայր հղիության ընթացքում վախեր է ունենում տարբեր թեմաների հետ կապված։ Հենց գիտակցում է, որ հղի է։ Հենց գիտակցում է, որ հղի է։ Դե Վախեր կան իհարկե, որովհետև առաջի երեխան է, անփորձ ես, գրեթե ոչինչից տեղյակ չես, ինչքան էլ ուսումնասիրես, ինչքան էլ կարդաս, միևնույն է, այդ ամենը քո հետ առաջին անգամ է կատարվելու։ Դրա համար իհարկե վախեր կան, ինչպես պետք է անեմ, ինչպես պետք է նրա հետ ես վարվեմ, ինչպես պետք է խնամեմ։ Իսկ տրամադրության փոփոխություններ, էմոցիոնալ պոռթկումներ, տատանումներ կան։ Դրանք կան, չեմ ստի որ չկան, լինում է որ ոչ ոքի չես ուզում տեսնել, հուզվում ես, հանկարծակի։ Շատ հուզական ես դառնում, բայց դա անցողիկ են, շատ փոքր ընթացքում անցնում են դրանք։ Իսկ այս խնդիրների դեպքում ում ես առաջին հերթին դիմում։ Ամուսնուս, որովհետև նա միշտ քո կողքին է։ Միշտ իմ կողքին է, միշտ հասկանում է, դրա համար առաջի օգնականը ամուսինն է։ Բայց հասկանում է։ Կարծում եմ այո, կամ հիմա ուղղակի չի ուզում ոչ մի հարցով մերժել, կամ հոգատարությունը մաքսիմալի վրա է բնականաբար։ Ուտելիքների մեջ նախընտրություններ կան։ Ես շատ քաղցրակեր եմ, բայց հիմա քաղցրը ինձ մոտ լրիվ դուրս է եկել, էլ ինձ դա դուր չի գալիս։ Գրեթե ամեն ինչ ուտում եմ, բացի քաղցրից։ Հետաքրքիր միֆ է, տեսնում եք, որ օրինակ ասում են, եթե շատ քաղցր ես ուտում, աղջիկ է, եթե օրինակ թթուկը ու նման բաներն են սկսում գրավել, տղա է։ Միֆերը աշխատում են մեկ-մեկ փաստորեն։ Մեկ-մեկ աշխատում են, այո, այդպես են հին ժամանակներից եկած, կան չէ, եթե թթու ես ուզում, ուրեմն տղա է լինելու։ Այդքան ուշադրություն չեմ դարձնում դրանց, բայց ինչ սիրտս ուզում է, ինչպես ասում են, այն էլ ուտում եմ։ Իսկ ինչ միֆերի ես մինչ օրս առերեսվել։ Հղիության հետ կապված։ Դե ասում են քո աչքերից երևում է որ տղա ես ունենալու, քո կառուցվածքից, այո, քո կառուցվածքից երևում է որ տղայի մայրիկ ես լինելու, ու այդպես ասում են դրանք դեռև սուտ բաներ են, բայց իրականում դրանք հիմնականում ասում են ավելի մեծ տարիքի կանայք, տատիկները ասում են որ մեր ժամանակներում այդպես էինք պարզում, նայում ենք կառուցվածքին, հասկանում ենք թե արդյոք հղի է թե ոչ, դա էլ աղջիկ թե տղա, այո, աղջիկ թե տղա Քո դեպքում չեն սխալվել։ Այո։ Համընկել է։ Համընկել է։ Ձեզ երջանիկ համարում եք։ Այո։ Լիարժեք։ Իսկ որքանով է կարևորում, մենք խոսեցինք ամուսնու աջակցության մասին, այ ամուսնու աջակցությունը հենց հղիության 9 ամիսների ընթացքում։ Այ շատ կարևոր է։ Այն ամենասկզբից մինչև բժշկի մոտ այցերի գնալը շատ կարևոր է, որ միշտ կողքիդ լինի, որովհետև անընդհատ ունենում ես տրամադրության փոփոխություններ, անընդհատ ինչ որ, չգիտեմ, ուսած մեկի հետ խոսել, ինչքան է ունես մայրիկին, քույրիկին, բայց ամեն դեպքում ամուսինը միշտ պետք է լինի կողքին։ Օրինակ հիմա ժամանակակից զույգերը, հա, ծննդաբերության ժամանակ ամուսինը շատ հաճախ մասնակցում է ծննդաբերությանը, շատ վաղուց արդեն նորմ է դարձել, որ ամուսինն էլ է հետևում այդ ամեն ինչին, ինչ եք պլանավորում դուք։ Չեմ քննադատում, բայց ամեն դեպքում ես չէի ցանկանա, որ այդ պահին նա իմ կողքին լինի, կարծում նա էլ չի ցանկանա։ Հետաքրքիր եք մտածում։ Դա մարդուց է գալիս, գիտես, թե արդյոք տղամարդը ավելի ուժեղ է լինում բնավորությամբ, հնարավոր է այդ ամեն ինչը տեսնի եւ հանգիստ արձագանքի։ Եվ դե բնականաբար առաջնային ցանկությունը մայրիկին է եւ կնոջինը ուզում եք նա ձեզ տեսնի, թե ոչ։ Բայց ամեն դեպքում մայրիկը կամ, չգիտեմ, ինչ որ մի ընկերուհի չեք ցանկանա, որ ձեզ հետ լիներ ծննդաբերության ընթացքում։ Երևի թե մայրիկը, բայց դա էլ է ինձ մոտ կասկածի տակ, արդյոք կցանկանամ թե չէ, բայց եթե ինչ որ մեկը լինի, առաջնահերթ մայրը լինելու։ Այո, դա լինի մայրիկը։ Ինչպիսին են պլանները ծննդաբերությունից հետո գործնական կոնտեքստում, հա, ինչ եք պլանավորում, ձեր առաջիկա տարիները նվիրված են մայրությանը, թե միանգամից վերադառնալու եք գործունեությանը։ Ես շատ տնակյաց մարդ չեմ, ու ես չեմ կարողանում շատ տանը մնալ։ Այսպես հիմա շատ
Սենց չասեմ, որ կլինեմ դրսում, կփորձեմ շատ աշխատել, կախված է կարծում երեխայից, թե ինչքան կլինի կապված ինձ ու ինչքան ես կարող եմ նրան թողնել տանը տատիկի հետ կամ հայրիկի հետ, բայց իմ գործունեությունը չի տուժի եւ ես կշարունակեմ իմ գործունեությամբ զբաղվել։ Այ խոսեցինք երեխայի խնամքի մասին, նշեցիք տատիկի հետ կամ հայրիկի հետ։ Իսկ օգնող ձեռք որպես դայակ պատկերացնում եք, որ ձեր երեխային դայակն էլ կարող է օգնել եւ ինչ որտեղ մեծացնել։ Իհարկե պատկերացնում եմ, ուղղակի դա շատ պատասխանատու քայլ է, պետք է գտնես այնպիսի լավ մեկին, ով որ քո երեխային կտա ջերմություն ու շատ ուշադիր կլինի։ Մոնիկա, մեզ մնում է շնորհակալություն հայտնել ձեզ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ձեզ մաղթել բարի ընթացք, հեշտ 9 ամիսները, որպեսզի իսկապես հեշտ եւ արագ անցնեն։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։